Բացակայելու արգելք և 1 միլիարդ դրամ գրավ։ Նման խափանման միջոց է դատարանը կիրառել ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Падգամավորն իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում և իշխանության կողմից փորձ թույլ չտալու իրեն մտնել ազգային ժողով։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Կարապետյանը հայտարարում է նման քրեական գործերով իրեն վախեցնել կամ ընկճել չեն կարող, շարունակելու է քաղաքական գործունեությունը։ Նա նաև ակնարկեց, չի բացառում, որ ավելի ուշ, երբ արդեն ազգային ժողովը կգումարի իր առաջին նիստը, իրեն այդուհանդերձ կկալանավորեն։ Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար, այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան Բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար եւ իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա եւ մենք գնալու ենք, շարունակելու ենք այս process-ը, որովհետեւ սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է։ Նախորդին է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվել դատախազության միջնորդությանը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Փաստաբան Արամ Վարդևանյանն աբսուրդ է համարում Կարապետյանին ներկայացված մեղադրանքը։ Դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին նաև միջնորդություն էր ներկայացրել Կարապետյանին ազատությունից զրկելը թույլ տալու համար։ Հանձնաժողովը սակայն հետ էր ուղարկել միջնորդությունը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը երեկոյան շտապել էր պարզաբանել, ոչ թե մերժել է միջնորդությունը, այլ ուղղակի հետ է ուղարկել այն, պարզաբանելով, որ հարցը հանձնաժողովի լիազորությունների տիրույթում չէ։ Արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների տիրույթում էր падգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդմանը համաձայնություն տալը։ Երեք մենք կարելի ասել ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն իրավիճակ, երբ այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ падգամավորի թեկնածուն այլևս ունի падգամավորի կարգավիճակ եւ դրա պայմաններում անկախ այդ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել։ Սահմանադրության կետը, որին պարզաբանման մեջ հղում էր անում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն, իրականում վերաբերում է ոչ միայն падգամավորին ազատությունից զրկելուն, այլև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն, ինչը նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջանցել է օրենքը Կարապետյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը թույլ տալով։ Падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ազգային ժողովի համաձայնությամբ։ Падգամավորն առանց ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի։ Падգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է ազգային ժողովի նախագահը։ Իսկ անձը падգամավոր է համարվում այն պահից, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան տրամադրում է մանդատը եւ գրանցում որպես ընտրված падգամավոր։ Նարեկ Կարապետյանը փաստացի 2 օր առաջ падգամավոր է դարձել։ Հետևաբար նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել թույլ տալու որոշում միայն ազգային ժողովը կարող է կայացնել։ Ինչու է դատախազությունը շտապողականություն ցուցաբերում եւ փորձում օրենքի խախտումներով հասնել Կարապետյանին ազատությունից զրկելուն։ Իրենց գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ազգային ժողովում ներկայացած չլինի։ Հիմա եկեք անկեղծ լինենք, հարգելի գործընկերներ, մինչև օգոստոսի 2-ը ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը ինչ պետք է չէ իրականացնեն կազմակերպչական բնույթի, խմբակցության կազմավորման բնույթի աշխատանքներ եւ նախապատրաստական աշխատանքներ։ Նարեկ Կարապետյանն այս պահի դրությամբ փաստացի 4 քրեական գործով է անցնում։ Զինվորական ծառայությունից խուսափելու, օտարերկրյա քաղաքացիություն ստանալու մասին տեղեկությունը թաքցնելու, բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու
եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Վերջինը ի դեպ ըստ շրջանառվող տեղեկությունների նույն քրեական վարույթն է, որով անցնում է նաեւ Մերձևովի հիմնադիր կալանքի տակ գտնվող Ալեք Ալեքսանյանը։ Քանի որ ըստ էության դատախազությունը չուներ թույլտվություն միջնորդելու, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կալանք կամ տնային կալանք կիրառվի, դատարանը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելք եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Սա բավական մեծ գումար է, որը եզակի դեպքերում է կիրառվում Հայաստանում։ Գրավի չափը սովորաբար որոշվում է մի քանի գործոններով, այդ թվում մեղադրանքի ծանրությունով եւ անձի ֆինանսական հնարավորություններով։ 2020 թվականին օրինակ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 միլիարդ դրամի գրավ էր կիրառվել։ Մինչև հիմա ամենախոշոր գրավը կիրառվել է Նարեկ Կարապետյանի հորեղբոր Սամվել Կարապետյանի նկատմամբ 4 միլիարդ դրամ։